Ավանի դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը ոչ անսպասելի որոշում կայացրեց։ Միքայել arczepiskopos Աջապահյանը 2 ամսով կալանավորվել է։ Մի ամբողջ գիշեր գործը քննելուց հետո առավոտյան 8:30-ին դատարանը հրապարակեց որոշումը, որով նաև սահմանափակվել է սրբազանի շփումները բացառությամբ մերձավոր ազգականների եւ փաստաբանների։ Քրեական վարույթը դեռ շարունակվում է, երբ ավարտվի փաստաբանները կհրապարակեն դատական նիստի ձայնագրությունը, որ այս իրավական հայտարարությունը դատավորի մասնագիտական ոչ անկախ ու ոչ պրոֆեսիոնալ վիճակը ակնհայտ լինի։ Նիստից հետո հայտարարել է փաստաբան Երեմ Սարգսյանը։ Միքայել Սրբազանը պատրաստ էր այս որոշմանը, ասել են փաստաբանները։ Տասնյակ աջակիցներ ու հոգևորականներ գիշերն անցկացրել են դատարանի բակում։ Շատերը Միքայել arczepiskopos-ի հետ Երևան էին եկել Էջմիածնից, որտեղ մի քանի ժամ իրավապահները փորձում էին ներխուժել Վեհարան Սրբազանին վերման ենթարկելու համար։ Շիրակի թեմի առաջնորդին տեղափոխել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ։ Փաստաբանական թիմը կբողոքարկի կալանավորման որոշումը։ Մի քանի տոկոս հույս ունենք, որ պաշտպանների բերած փաստարկներով ինչ-որ պատի վրա ճաք կա, բայց հաստորեն չկար։ Ուրեմն որոշել է Սրբազանին կալանավորել 2 ամիս ժամկետով։ Ընդ որում նաև սահմանափակել են շփումները բացառությամբ մերձավոր ազգականների եւ պաշտպանների։ Բացառությամբ իրենց մնացածի մասով շփումներն են սահմանափակել։ Մենք այս որոշումը 10 օրյա ժամկետ ենք ունենալու բողոքարկելու, երբ որ կստանանք, սա քաղաքացիներն ենք ստացել, երբ որ կտան ամբողջական տարբերակը կբողոքարկենք, հանցագործություն չկա։ Չկա այդ հանցագործություն կոչվածը չկա։ Այս վարույթը կավարտվի, դատական նիստի ձայնագրությունը կհրապարակայնացնենք, այս իրավական խայտառակությունը դատավորի մասնագիտական եւ ոչ անկախ եւ ոչ պրոֆեսիոնալ վիճակը ասած ակնհայտ կլինի, մասնագիտական խայտառակությունը դատական նիստին տեղ ունենա։ Երկրորդ Սրբազանն եք տանում։ Ժողովուրդ ջան, ամենը վարչապետի դուրը չեք հացու ամեն օր միններ ընկնելուց վերև եք նայում։ Եկեղեցիք ոչ մեկս հավերժ չեք։ Մի օր բոլորս մեռնել Ձեր պաշտոններն էլ հավերժ։ Նույն դատավորը, Բացարձակապես նույն ցանկացած մեկը։ Բայց մի օր Վերջում իր հոգին տալուց պետք է այս ամեն ինչը հիշի։ Այս ամեն ինչը պետք է հիշի։ Հոգին տալուց պետք է հիշի այս ամեն։